իհարկե։ Տեսեք, Գեբելսը Այսինքն Հիտլերի բան է, Հիտլերի կառուցության իր հռետորաբանությունը աշխատացնել 33 թվականին, 34 թվականին։ Հիմա պատկերացրեք Հիտլերը 45 թվականին։ Կարող էր այդ աշխատացնել, որ ինքը արդեն պարտվել էր։ Հիմա պատկերացրեք Հիտլերը հայտարարել, որ ես հիմա Ստալինի, Ռուզվելտի, Չերչիլի հետ միասին հիմա խաղաղության խաչմերուկ եմ բանում։ Սկսեց քզնել Ստալին։ Հնարավոր է այդ բան, հնարավոր չէ, չէ՞։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ։ Գիտեք չէ որ ներբարել էլ է նույնն եղել, ուրեմն պատերազմը որ սկսվել է, իրենք ասել են բան, հաղթել ենք, հետո գնում են Ստալինգրադի տակ, Ստալինգրադի տակ այդ խայտառակությունը տեղի ունենում, ասում են մենք պարտավոր ենք հաղթել, մենք պարտավոր ենք, այս բառերն անգամ բաներ։ Տեսնելով որ ինքը արդեն գաղափարապես եւ քաղաքականապես պարտվեց, ինքնասպանությունը ավարտեց իր կյանքը, որտեղ ինքը Գեբելսն էլ հետեւ թունավորեց բոլոր երեխաներին։ Մարդիկ հավատում էին իրենց գաղափարներին։ Անկախ նրանից թե գաղափարները ինչքան հանցագործ գաղափարներ էին, բայց իրանք անկեղծորեն հավատում էին։ Դրա համար գնացին ինքնասպանությամբ ավարտեցին իրենց կյանքը եւ Հիտլերը եւ Գեբելսը եւ Գեբելսի կինը եւ ի տարբերություն իրանց ոչ մի գաղափարի չի հավատացել։ Ինքը իսկզբանե ոչ մի այս մարդը իր պոպուլիզմով պատկերացրեք ինքը ինչ ասում։ Ասում եմ ես 19 թվականին ասում եի Արցախ Հայաստանի վերջ, որովհետև ես իմ մոտ կար այդ ժամանակ խորհրդային միության կողմից ներկայացված ազգային պատկերացումները։ Հիմա, քանի որ արդեն ինձ որտեղ խորհրդային միությունն է կարևոր, Էրդողանն է կարևոր, հիմա ես ուզում եմ որ Էրդողանի պատկերացած ազգային բաներով շարժվեմ։ Իսկ դա նշանակում է պետք է ասենք Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Իսկ դա նշանակում է մենք պետք է ասենք Մասիսարից պետք է հրաժարվենք։ Իսկ դա նշանակում է մենք վաղը մյուս օրը եթե 4-րդ հանրապետությունը հայոց բացի այդ նախ Գարեգին Նժդե հրապարակից անունից պետք է հրաժարվենք։ Մարշալ Բաղրամյան, բան այդ Անդրանիկի անունով այդ մետրոյի կայանից պետք է հրաժարվենք, ընդհանրապես արաբքի անունից պետք է մալացած բայց չգիտեմ Զեյթունից բան ամբողջ Չէ մեծ հաշվով Հայաստանից հրաժարվել։ 4-րդ հանրապետությունը հրաժարվել Հայաստանից ինքնությունից հրաժարվել, եկեղեցուց հրաժարվել, որպեսի ինչի, որպեսի դու կարողանաս դառնաս մանկուրտների հասարակություն, իսկ մանկուրտների հասարակությանը հեշտ է կառավարել։ Ասեմ ձեզ որ Իլհամ Ալիևը իր ժողովրդին խոսք է տվել, որ Արցախը իրան գրավեցին տանկերով, Հայաստանը գրավելու են խաղաղ ճանապարհով։ Խաղաղ ճանապարհով Հայաստանի ներսից իրենք գրավին խոսք է տվել իր ժողովրդին։ Եվ Էրդողանն ու Ալիևը իրանք միասնաբար այդ ծրագիրը մշակել են եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 4-րդ հանրապետության կարգախոսը դա Ալիևի արևմտյան Ադրբեջանի նույն ձևակերպումն է, պարզապես որպեսի այս մարդը ինչպես որ նախկինում խափում էր մարդկանց, ասում էր Արցախը Հայաստանն է վեր, որպեսի մարդկանց տաներ խափելով բերեր պատերազմ, հիմա նույն բանը ինքը ասում է 4-րդ իշխանություն, որպեսի մարդկանց ինչ-որ մի զանգված կարողապատայի չհասկանա այդ ամենը, չգիտակցի որ դա իրականում դա թաքնված է արևմտյան Ադրբեջանի գաղափարը, եւ ինքը ըստեյության ուտա այդ խայծը եւ ասի որ հայ այս մարդու պարագայում կարողանա ունի խաղաղություն եւ ինքը կարողանա վերարտադրել։ Իր գլխավոր խնդիրը վերարտադրությունն է, բայց մինչեւ այս ամենը ես կուզեի որ մի հատ մենք ընդհանուր հասկանանք թե մենք ինչի հասանք այս իրավիճակին։ Այո, մինչև հասնելը երկու միջանկյալ հարց էր։ Ինքը ինչու փորձեց գցել հայ մայրերի գրպանը, հայ կանանց գրպանը, մեկ եւ չնայած պատասխանը երկրորդի պատասխանը միանգամից տվեցին եւ երկրորդ ինքը որ դերասանական բաները խոնարհվում են, ծնկի եմ գալիս զոհվածների նահատակների բան, հաջորդ օրը բոլոր մայրերը որ երաբլուրում էին գրողի ծոց ուղարկեցին։ Հիշեք ոսկե ցլիկ կինոն։ Ոսկե ցլիկի ժամանակ երբ որ Օստապ Բենդերը մարդկանց պետք է խափեր, չէ՞, Մյուվաշուկի բան, չէ՞, իր պահվածքը ոնց էր, ինքը սկսում էր խափել, չէ՞, մարդկանց։ Խափել ինչ էր, կապիկություններ էր անում, թաթերական ինչ-որ բաներ էր անում, չգիտեմ, Մյուվաշուկի բաներ էր սարքում, ու մեսքի մարդկանց խափել։ Բոլոր աճպարարները, խափեփաները ունեն թաթերական ունակություններ։ Բայց այդ թաթերական ունակություն ունի, պարզապես քանի որ իր խափեությունների շարքը այնքան է մեծացել, արդեն մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը արդեն դինը համարում է խափեփա։ Բա բոլորը արդեն գիտեն, եւ քանի որ գիտեն, արդեն այդ խափեությունը նույնիսկ իր թիմակիցները չեն կարող անցնել։ Նույնիսկ իր թիմակիցները չեն կարող ծափարեն, որտեղ հասկանում են, որ արհեստական բան կա դրա մեջ։ Սա է խնդիրը։ Իսկ այդ Անդրանիկը լավ պատասխանեց, երբ որ ասում է, փաստորեն ինքը, այսպես ասած, գծեց հայ կանանց գրպանը, ընդ որում 60-ից բարձր, 70-ից բարձր, իբրև թե իրեն գալիս են ասում են, դու ճիշտ ես անում, սա ես անում, ըստ էության ինչ ասեց, որ իբր հայ կանայք գալիս են իրեն ասում են, ճիշտ ես արել Արցախը տվել ես։ Հիմա ճիշտ ես արել Արարատից հրաժարվել ես։ Ճիշտ ես անում հայկականությունից հրաժարվում ես, ճիշտ ես անում, ոնց ասեց ժողովրդական խոսքով Անդրանիկը,
ասեցին այ գլխիդ բոյը թաղեն իրա։ Այ քո բոյը Հա։ Հիմա տեսեք ես բոյը թաղենք ասում հայկանայք հավաքական հայկանայք ասեցին բոյը թաղենք Նիկոլ։ Որ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ խաբեբայի հետ, դա փաստ է։ Կամ ոնց որ Լևոն Զուրաբյանն ասում սերիալային ստախոսի հետ։ Բայց մեծ հաշվով մեր ժողովուրդը պետք է հասկանա թե ընդհանրապես ինչ process-ա գնում ամբողջ աշխարհում։ Մենք ինչու էս մարդը ծլեց մեր մոտ եւ ինչ պետք է մենք անենք, որպեսզի մենք այս իրավիճակից դուրս գանք, որտեղ մենք շատ մեծ ծուղակի մեջ ենք հայտնվել, Անժելա, եւ եթե մենք այդ ծուղակից դուրս չգանք, մենք կարող ենք կորցնենք Հայաստանը։ Բայց ես ուզում եմ դու կան օբյեկտիվ, բոլոր օբյեկտիվ պայմանները կան, որպեսզի մենք այս ծուղակից դուրս գանք։ Որ ազատագրվենք։ Մնում է, այո, մենք կարողանանք մեր ժողովրդին ներկայացնել իրականությունը, որպեսզի այդ իրականությունից ելնելով մենք կարողանանք իսկապես համախմբենք եւ կանգնեցնենք այս խաբեբաները։ Երեք մեր գործընկերներից մեկը շատ ճիշտ էր նկատել, ասում է Նիկոլից ազատագրվելը Շուշիից ազատագրվելուց ավելի կարևոր ու բարձր բաներն են, որովհետեւ եթե մենք Նիկոլից չազատագրվենք, մենք ընդհանրապես չենք լինի։ Որ Շուշի ազատագրումից իհարկե վտանգ էր Արցախը, բայց կարող էր Հայաստանը մնալ նոր թափով գնալ։ Հիմա Նիկոլի ազատագրելը դա դիլնի թիվ 1 հարցը մեր։ Մենք կարող ենք տարածք կորցնենք, բայց մենք կարող ենք հետո մեր պետությունը, մեր ինքնությունը։ Եթե մենք չկարողանանք ազատագրվել այս իշխանությունից, մենք կկորցնենք Հայաստանը ընդհանրապես։ Սա շատ ֆունդամենտալ խնդիր է։ Հիմա դուք չասեցիք այնուամենայնիվ Գեբելսի բանը, ուրեմն ինչ մեթոդներ էր հիմնականը, որ կրկնել, մեծ սուտ, ինչ էր մի հատ ասեք։ Գեբելսյան քարոշամեքենայի ամբողջ բանը իմաստը։ Այսինքն Հիտլերի բաններ էլի, ամբողջ քարոշչության ղեկավարներ։ Ինքը ասում էր, որ մի փոքր ճշմարտության հետ պետք է դու խառնես մի հատ մեծ սուտ։ Եվ այդ սուտը ինչքան մեծ լինի, այնքան ավելի ճշմարտացի կընկալվի հասարակության կողմից։ Եվ այդ մեթոդով իրանք կարողացան բառից բուն իմաստով զոմբիացնել գերմանական հասարակությունը 33 թվականին, զոմբիացնելով գերմանական հասարակությունը վե գաղափարների քողի տակ, իրանք տարան որ դուք ընտրյալ ազգ եք, որ սլավոնները կիսամարդ բարբարոսներ են, անգլիացի ֆրանսիացիները մեր թշնամիներն են։ Այդ գաղափարը խոսան իման վրա համատարած կենտրոնական ճամբարներ սարքեցին եւ ըստ էության սկսեցին կեղեքել նույնիսկ իր սեփական ժողովրդին։ Ի վերջո բերեցին պատերազմ, որտեղ ավելի քան 60 միլիոն մարդ կոտրվեց, այդ թվում նաև 9 միլիոն մարդ կոտրվեց գերմանացի, 6 միլիոն հրյա, մոտավորապես 6 միլիոն հրյա, 25-26 միլիոն սովետական միության, 27 միլիոն սովետական միության ժողովուրդներից կոտրվեցին, մոտ 2 միլիոն լեհ կոտրվեց։ Իդեպ ասեմ, որ մոտավորապես ավելի քան կես միլիոն հայ սպանվեց այդ պատերազմում։ 350,000 այդ թվերն են ասում։ Պարոն Բոզյան, իմիջայլոց իրենք, երբ որ սկսել են պատերազմը, քարոզությունը ոնց է գնացել, որ 350-ը բուն Հայաստանից էր դա։ Հա, ուզում